Թեմայի մեջ բացում ենք թեման բոլոր կողմերից։ Ով ծննդաբերում է բլոգերը դառնում։ Եթե հղիանում ես կամ, չգիտեմ, բալիկ ես արդեն մնում, ոնց որ պայմանա, որ դու պետք է անպայման բլոգ սկսես։ Ինչպեսին պետք է լինի ժամանակակից մաման։ Ժամանակակից մաման երևի պետք է բլոգ վարի։ Կհանրայնացվի նրա դեմքը 40-ից հետո։ Եթե այդ աչքը պետք է կպնի, ինչ տարբերություն, 38-րդ օրը կկպնի թե 45։ Բաժակը միշտ այստեղ ուղիղ դրված է։ Ինձ թվում է իրենց երեխեքը չեն Երեխայի լացում։ խաղալիքները մեկ շարքով շարված են։ Ամեն ինչի ասքանչը հետո բալիկը ծնվում է այդ բեր սենյակում։ Այդ իրականում այտենց չի էլի։ Շատ երեխաներ ձեռք են բերում վախեր, շատ երեխաներ ձեռք են բերում տրավմաներ, որովհետև YouTube-ում տեսել են մի հատ անհասկանալի գլխով չարձյաձյայի կամ մի հատ անհասկանալի թրաշով ծյոծյայի։ Անընդհատ վախի մեջ են ապրում։ Թեմայի մեջ բացում ենք թեման բոլոր կողմերից։ Այօրինակ դու աղջիկ կուզեիր ունենայիր թե տղա։ Առաջինը։ Հա։ Աղջիկ։ Ինչի։ Սիրում Դե եմ որ մեզ աղջիկ լսեն էլի մարդիկ համել։ Սիրում ես աղջիկ երեխա։ Իսկ գենդեր party մեծ ճոխ կանեիր։ Հա, Շակի ջրվեժը կներկի։ Չնայած ես ավելի լավ իդեա եմ առաջարկել Սևանալի ջներկելու։ Հա, ես ցած աթոմականից ուզում ես ուղղակի վարդագույն ծուխ դուրս գա։ Ավետի ասածներն է, որ այսօր քննարկելու ենք մամայական թեմաներ մի քիչ։ Ամեն դեպքում գենդեր party-ն անցել ենք, նրա պարագայում, այո։ Իդեպ ներկայացրում էր հյուրին։ Այո, ես ուզում եմ ներկայացնել, այսօր մենք խոսելու ենք մի թեմայի մասին, որը վստահ եմ, որ շատերին կհետաքրքրի, որովհետև հիմա համենայն դեպս շատ ակտուալ են նման կոնտենտով զբաղվող մարդիկ։ Ես ուզում եմ ներկայացնել բլոգեր, ինֆլուենսեր, նաև ֆոտոգրաֆ Աննա Մարգարյանին։ Ողջույն Աննա, ոնց եք։ Ողջույն, շնորհակալ ենք, որ այստեղ եք։ Շատ շնորհակալ հրավերի համար ապրի։ Այո, մենք ձեզ Դուք ով պիտի խոսենք ուզած չուզած։ Շնորհակալ ենք, որ դուք այսօր եկել եք, այո, նաև մենք մեր տաղավարում ունենք երկրորդ հյուրը, ով շուտով լույս աշխարհ կգա եւ վստահ եմ կհանրայնացվի նրա դեմքը 40-ից հետո, ճիշտ է։ Դե դա դեռ չենք որոշել։ Ահա։ Նայած իրան ոնց կդրսևորի առաջին օրերին։ Դավիթի պարագայում երբ եղավ Դավիթի պարագայում դա սկսել է Դավիթից իմ բլոգը։ Մոտ 5-6 ամսականից, երբ որ մեզ մոտ են փուլներ, որ պետք է սկսեինք հավելյալ սնունդ եւ այլն, ու տենց իմ շրջապատում շատ մամաներ, այսպես ասած, BLV մեթոդով ենք մենք սկսել, դա այնա, որ երեխան ինքնուրույն իր ձեռքերով ուտում է, իրան չեն կերակրում, ու երբ որ ես խոսում եմ, որ պետք է այդ մեթոդով սկսեմ, ասես գժի տեղ էին դնում, ոնց կարելի է երեխու ձեռքը մի ստալ, որ ինքը ուտի 5 ամսականում, երբ որ ատամջուն եւ այլն, ես հասկացա, որ ինֆորմացիայի պակաս կա այդ թեմայով, ու սկսեցի հենց բլոգը սկսել այդպես։ Աստիճանաբար բնականաբար իր փուլերով անցնելով արդեն թեման փոխվեց բլոգի, հիմա ավելի լայֆսթայլ է։ Բավարար ինֆորմացիան որտեղից եք ստացել։ Շատ հետաքրքիր քննարկում կար այս վերջերս, որ ասում էր ով ծննդաբերում է բլոգերը դառնում, այդպեսի Արուսիկ Տիգրանյանն էր ասել, ում քննադատեցին շատ իր արած արտահայտության համար։ Դուք երեխային ունեցաք, հետո դարձաք բլոգեր։ Այդ ինֆորմացիան, որով կիսվում եք եւ որով առաջնորդվում են լիքը մամաներ, որոնք ունեն այդ ինֆորմացիայի պակասը եւ ձեր ասածը գուցե միանշանակ եւ առանց բացառությունների ընդունեն, բայց դա ի վերջո դա ձեր փորձն է եւ շատ սուբյեկտիվ կարող է լինել։ Այս բախումը չկա, որ դուք տալիս եք այն, ինչ ձեր փորձն է, եւ դա միանշանակ չի։ Հա, միանշանակ կա տենց բան, որովհետեւ ոնց ասեցիք, այսօր տենց է։ Եթե հղիանում ես կամ, չգիտեմ, բալիկ ես արդեն մնում, ոնց որ պայմանա, որ դու պետք է անպայման բլոգ սկսես, բայց իրականում դա տենց չի, որովհետեւ հենց շատ ժամանակ, օրինակ տենց վիդեոներ կան, ես արդեն 1 ամսական մայրիկ եմ եւ 10 խորհուրդ ինչպես տանել 1 ամիս հղիություն։ Մի ամիս ես օրինակ դա շատ քիչ է, էլի 1 ամսում, իհարկե ես հարգում եմ բոլորի կոնտենտը, բայց բնականաբար կա այդ բախումը։ Կոնկրետ ես շատ ուսումնասիրել եմ, շատ կարդում էի, դրսի նաև դրսի բլոգերներին էի հետևում, բայց ովքեր որ ունեին փորձ եւ երեխաների եւ տարիների, ու այդպես արդեն ինքս կրթվելով էլ իմ փորձի վրա ու միշտ ասում էի, որ սա իմ փորձն է, այսինքն պետք չի դոգմա ընդունել, հստակ կանոն։ Այո։ Հիմա շատ կան, իրականում ես ունեմ քույրեր, ովքեր որ ունեն երեխաներ ու ասում են, որ այդ մայրիկների խմբերում դա ես չկամ, ինձ չեն, ես փորձեցի ուղղակի մոտ գործել այդ խումբ, չստացվեց։ Անանուն էջով գնա։ Ասում են, որ այդ մայրիկների խմբերում շատ մեկ չափից դուրս աննորմալ բաներ է կատարվում։ Հիմա այսպեսի մի հարց, որն է
ժամանակակից մամայի բնութագիրը, բնորոշումը, ինչպեսին պետք է լինի ժամանակակից մաման։ Կա այդպիսի բան ըստ ձեզ, դրա համար ասում եմ ըստ ձեզ։ Ժամանակակից մաման ինչպեսին պետք է լինի։ Ես միշտ ասում եմ, որ առհասարակ մաման պետքա լինի ինքը իր վրա վստահ, այսինքն պետքա մաման առաջ շարժվի իր ինտուիցիայով։ Այսինքն շատ, չգիտեմ, նույն շատ ժամանակ եղել է մանկաբույժը ինչ որ բանախորհուրդ տվել, հատկապես առաջին երեխայի ժամանակ Դավիթի, չգիտեմ, մամանս կեսուրը, տալերը, քույրիկը, ընկերուները, չէ, բոլորը ամեն դեպքում ոչ թե վատ ձևով, ամեն մեկ իր փորձը ուզում է քո հետ կիսվի, բայց արդյունքում քո մոտ sense խառնաշփոթ է լինում, այդ բանը դու sense պետքա մի հատ ստոպ տաս ու հասկանաս իրոք քո մամայական այդ սիրտը ինչա զգում։ Ու իմ համար առհասարակ, չգիտեմ, մաման պետք է լինի ինտուիցիայով կարևոր է, այդ մայրական բնազդը պետք է իր մեջ լինի։ Իսկ ժամանակակից մաման երևի պետք է բլոգ վարի։ Չգիտեմ։ Դե իրականում եկեք ճիշտը խոստովանենք, որ հիմա շատ ժամանակակից մամաներ, ովքեր որ բլոգ են վարում, այդ թվում եւ դուք, Աննա, սա գումար վաստակելու մի ինչ որ ճյուղ է, ինչ որ մի ձև է։ Հիմա այսպեսի մի հարց. Արդյոք չեք կարծում, ասածս բնա ոչ մի կերպ չի կարող անդրադառնալ ձեզ, բայց չեք կարծում, որ շատերը փորձում են դա անել, երեխային խայծ օգտագործելով այդ գումար վաստակելու կետին հասնելու համար։ Կա արդյոք նման բան մեր շուկայում, հայկական իրականության մասին եմ ասում։ Միգուցե եւ լինի, իրականում այսպես ասած, ինձ շատերը նաեւ տենց հեյթ հանում էին սկզբում, որ երեխային օգտագործում ես, չնայած հիմա էլ կան մարդիկ, որ այ ինքը կմեծանա, ասի ես չէի ուզում օրինակ նկարվել, բայց դու իմ դեմքը օգտագործեցիր, բայց ես դա ճիշտ ասած երեխուց էլ է գալիս, անկեղծ դեպքեր կան, որ դու տեսնում ես, թե ոնց են ստիպում երեխաներին, որ ինչ-որ հոլովակում նկարվին, իմ շրջապատում կան, սենց, չգիտեմ, սիրուն պուպսիկ նկարները կամ վիդեոները դնում են, բայց թե դրա հետևում ինչա կատարվել, եթե չանես այս կոնկրետ մեր դեպքում տենց չի, օրինակ դա շատ սիրուն նկարվել, տենց դերասական բաներ ունի, բնականաբար դա ես 5-6 ամսական չեմ տեսել, սկզբում եղել է իմ ցանկությամբ, բայց հետո երբ որ արդեն հասկացել եմ, որ ինքը գիտակցաբար իմ հետ նկարվում է, հիմա անգամ ինչ-որ փաթեթ պետքա բացենք, ինչ-որ նվեր եմ տալի, ասում եմ, բա լույսը չես միացնում, որ նկար։ Արդեն ծավալել է այդ ամեն ինչին։ Ոչ մի նվեր առանց unboxing-ի չի բացվում։ Այս շատ լավ է, նաև դրանից էի ուզում, արդյոք չկա այդ վախը, որ հետո երբ որ մեծանա, իրոք, ձեզ որպես մայր, չկա այդ վախը, որ կմեծանա, կասի, բա տենց արդարեր առանց իմ կամքը հարցնելու։ Ես չեմ մտածում, որ ինքը կոնկրետ տենց կլինի։ Բայց կարա իհարկե տենց դեպք լինի։ Լավ, գանք մյուս ծայրահեղությանը, մամաներ էլ կան անընդհատ արջուկներով, փիսիկներով ու կատվիկներով փակում են երեխայի դեմքը, անընդհատ այդպես հրապարակում են մարմնի տարբեր մասերը։ Ես երբեք չեմ հասկացել դրա իմաստը։ Իրականում, որտեղ թե չենք հրապարակում, իմաստուն օրինակ տեղադրել երեխայի շորիկով ոտիկները, տտիկները եւ դեմքը փակել, կամ չգիտեմ, նույն ձև որ ասում են մինչեւ 40 չեմ տեղադրելու, դուք էլ հարցրեցիք 40-ից հետո։ Օրինակ եթե այդ աչքը պետքա կպնի, ինչ տարբերություն 38-րդ տարը կկպնի թե 45։ Աչքը որ կպավ 38 տարեկանում էլ կկպնի։ Էդ եմ ասում, հիմա էլ է կպնում ինձ։ Ուզում ասեմ, որ իրականում այդ 40 կասվածը ավելի շատ մամայի ու երեխայի հանգստության համար է, որ վերականգնվելու ավելի շատ մամայի, չնայած երեխային էլ իր հերթին, բայց կոնկրետ նկար հրապարակելը ինձ համար տենց 40-ից առաջ թե հետո մեծ հաշվով տարբերություն չկա։ Ես օրինակ ինձ հիշում եմ մինչև 40-ը, ես անկեղծ եմ ասում, ինձ թվում է սիրում չէ նկարվել։ Ինձ չէ։ Լավ է, չէ։ Ես հիշում եմ, ինձ թվում է ես որ ծնվել եմ մինչև 40-ը, բժիշկները ասել են հենց շարժվի կկրակեք։ Այնքան գեշ եմ եղել, լուրջ եմ ասում։ Բայց բոլորը չէ։ Քիչ երեխեք են, որ շատ սիրուն են լինում։ Հիմա իրականում շատ մեծ են ծնվում։ Հիմա մի տեսակ արդեն 2 ամսական ծնվում են արդեն։ Բայց հակա տենց։ Կա նաև տեղի ունեցել մի այսպիսի բան, որը որ ահագին քննարկման առիթ դարձավ սոցցանցերում, բեժովայ մամա այդ իրականությունը, որը փաստորեն ռեալ է, մարդ, մամա, ով երեխային հագցնում էր միայն հենց այդ բաց շագանակագույնի մեջ, բեժ գույնի մեջ, եւ կա տեղեկություն կա, որ երեխային նվիրել են գունավոր խաղալիք, իսկ նա նետել է, որովհետև դա չի եղել բեժ գույնի։ Ինչի ենք զրկել երեխաներին գույներից, որովհետև գիտենք, որ իմ ընկերուհիների մեջ էլ կան, այո, մարդիկ, որոնք ասում են, որ ինչ որ երանգների մեջ պիտի լինեն պարտադիր շորերը։
Բայց ես իմ վառ գունավոր մանկությունը հիշում եմ։ Այդ երանգները բեժնա եւ Բոլորս ունեցել ենք այն գունավոր պալոսկանով ռետուզները։ Ու հենց դա է մանկության գույնը, երբ որ երեխան հագնում է գունավոր։ Այո, երեխան կարա հագնի նաեւ իր եղբոր փոքրացած շորերը ու բոլոր շորերը փոքր եղբոր շորերն են։ Իհարկե, երկու անգամ են հագնում այդ երեխեքը։ Ու հիմնական լավ, այս բեժովայա մամայից։ մամայից։ Գույներին եւ մանկությունից խլված գույներից խոսենք։ Իրականում կեսկատակ կեսլուրջ իրոք այդպես է, այսինքն բեժ գույները, այդ երանգները այդ էսթետիկության մասին են, ու բնականաբար ինքը եթե տան շոտ խեղաթյուրված չի, ինքը շատ սիրուն է աչքին ու շատ հաճելի է, բայց երբ որ այտենց դառնում է հիվանդագին, որ հանկարծ ոչ մեկը ոչ մի բան չնվիրեք, չգիտեմ, հատկապես այդ խաղալիքները են մանկական սիրուն, իրանք բոլորը այդ լավ գույներն են, էլի։ Բայց այդ աշխարհը ճանաչման մի մասն է, հասկանում խաղալիքը ամենաառաջին բանն է, որը երեխան ուսումնասիրում է, քանդում է, գույն է տեսնում, շոշափում է։ Բալե սարև ինչ գույնի, բեժ։ Սովի բեժ։ Իրականում հագուստների մասով ես ճիշտ ասած լրիվ օքեյ եմ, կարելի է օրինակ գեստապահարանը կամ չգիտեմ, հա խնամքի իրերն են, սենյակն է կահավորել ինչ որ տենց երանգների մեջ, դա ձևավորում է ճաշակ եւ այլն, բայց նորից եմ ասում, երբ որ այդ ամեն ինչը սիրուն է ու չափի մեջ է։ Թեման մամայությունն է ու մամայական բլոգն է, որտեղ անընդհատ այնքան իդեալական է ամեն ինչ, բաժակը միշտ էստեղ ուղիղ դրված է։ Ինձ թվում է իրանց երեխեքը չեն Երեխայի լացում։ խաղալիքները մեկ շարքով շարված են, այդ երեխան չգիտեմ ոնց է տենց խաղում։ Ես տենց երեխեք չեմ տեսել իրական։ Այո, դարակը բացում են բոլոր Այդ ծայրահեղությունը ինչի համար է։ Ու ինչի է սպառնում Երևի ինձ համար, իրանց համար հենց։ Երևի իրանք ուզում են, որովհետև ինչ եմ իրանց ասում, իմ մոտ կոնկրետ իմ բլոգում իմ հետևորդները գիտեն, որ ես անգամ միշտ խոսում եմ դրա մասին, որ երբեք իմ մոտ իդեալական ոչինչ չեք տեսնի։ Իսկն դու կարող եք ինձ մի օր տեսնել sense շատ ինչ որ սիրուն, հաջորդ օրը տարակած, հա, բառից ամենաուղիղ իմաստով ու նույնը այս հղության փուլերը Այդա ներեք հարսանիքից է եկել, էլի ուղղակի այսօր։ Նույն հղության փուլերը ես ցույց եմ տվել, որ կարա եւ լինի շատ վատ օրեր, կարա լինի լավ օրեր, այսինքն այդ որ օй 9 ամիս մենք գեղեցիկ ֆոտոսեսիաներ ենք անում, ամեն ինչի ասքանչը, հետո բալիկը ծնվում է այդ բերժ սենյակում, այդ իրականում այտենց չի էլի։ Լիքը դժվար վատ օրեր են լինում։ Ու այդ ամեն ինչը ցույց եք տալիս, որ Իհարկե միանշանակ, ու դա շատ է ողջևորում իրականում, որտեղ ինձ հենց հետադարձ կապել պահում են, գրում են, ասում են, այս օրինակ մենք մտածում ենք, որ մեր մեջ է խնդիր, այսինքն այդ իդեալականացնելու այն կողմում, իրոք այդ հետևորդը որ նայում, մտածում ես միգուցե իմ մեջ է խնդիրը, որ ես ամեն օր սենց լոքոններով չեմ արթնանում կամ անընդհատ երջանիկ չեմ։ Թարթիչները սենց չի միշտ։ Որն է բանը այդ կետը, որ միշտ բլոգ նկարող ի վերջո իր կյանքը արդեն հանրայնացրած մաման հասցնում է արցանց կյանքից կտրվի ու ժամանակ հատկացնի նաև երեխային։ Ոնց է ստացվում դա Ոնց է համատեղել։ կընտրում, ինչը ցույց տակ, ինչը ցույց չտակ։ Ինչն եք թաքցնում մեզնից։ Անիմաստ կապրիզները օրինակ Դավիթի։ Երեխայի։ Հա, երբեմն լինում է որ ես խոսում եմ դրա մասին, օրինակ շատ մամաներ կան, դա նաև նկարում են, ինձ օրինակ դա դուր չի գալիս։ Այ դա ես մտածում եմ որ միգուցե դա օրինակ դուր չգա, հա, օրինակ որ sense պարկած պոլերին երեխան լացում է ու դու ցույց ես տալիս, գիտեք ինձ ելի մարիկներ նման օրեր լինում, չէ՞ դրա մասին կարելի է պատմել։ Շատ աբսուրդ Դրա բան մասին կարելի է պատմել, ասել որ լինում են նման օրեր, բայց օրինակ տենց իրավիճակներ, օրինակ ես գիտեմ, այդ պահին երեխան իրան լավ չի զգում, ես դա երբեք չեմ նկարի։ Երևի շատ տենց նեղ ինչ որ ընտանեկան բաներ չեմ նկարում։ Էլ ինչ չեմ նկարում, հիմնական նկարում եմ ամեն ինչ կարելի ասել։ Իսկ ոնց եմ կտրվում, այդ կտրվելն էր իրականում պահա գալիս, որ սենց ամբողջ օրվա ընթացքում դու հասկանում ես, օրինակ կամ ամբողջ օրը հեռախոսի մեջ ես անցկացրել, կամ հակառակը չես հասցրել հասնես հեռախոսին, որովհետև եթե մամա ես, այդ բալանսը իրական շատ բարդ է, էլի պահելը, օրերը լինում չգիտեմ, նույն կոնտենտ ենք նկարում հենց բալիկի հետ միասին, ստացվում է, որ մենք միասին ժամանակ ենք անցկացնում, բայց չենք անցկացնում։ Փորձում եմ բալանսը պահել։ Մի օր նվիրվում եմ լրիվ իրան, մի օր աշխատանքին։ Իսկ հեռախոսների հետ կապված ոնց եք վարվում, որովհետև մեր օրերի, հա, մանկության մեծագույն խնդիրը այն է, որ երեխաները անընդհատ գանված են էկրանների առաջ, եւ բոլորս մտահոգված ենք, որ զրկված են այն փողոցի ամենասիրուն մանկությունից, իր բոլոր վտանգներով, հետաքրքրություններով ու հիշողություններով։
Մեր բարագայում տենց չի, մեր մոտ այդ վախը չկա դեռևս, Դավիթը բակում խաղում է, ունի լիքը բակի ընկերներ, ու մեր մոտ այդ հեռախոսով էլ է խաղում, նենց չի մենք սուրբ ենք, ասում ենք մենք հեռախոս երբեք, never ever։ Ոնց է կանում։ Ինքը Դավիթը օրինակ հստակ գիտի, որ պետք է անի ինչ-որ մի բան, որի դիմաց ինքը կստանա այդ հեռախոսը։ Այդ ինչ-որ մի բան անելը բնականաբար տան առևտուրը չի կամ ինչ-որ մի բան։ Գնալ աշխատելն այո, Դավիթ բարեկամ, գնալ աշխատել։ Օրինակ, որ մանկապարտեզից երբ մենք իրան վերցնում ենք, դաստիարակին հարցնում ենք, պետք է ասի օրինակ ինքը այսօր, որովհետև Դավիթը մի քիչ ակտիվ է խաղում իր խաղերի մեջ, օրինակ պետք է ասի, որ իրան խելոք է պահել, չգիտեմ, ընկերները ինչի նեղացրել, այդ օրը ինքը գիտի, որ ինքը մեկ հատ մուլտֆիլմ կնայի ու այդ մուլտֆիլմներն էլ լինում են մեր վերահսկողությամբ, բնականաբար նայում են ինչ որ մենք ենք ուզում։ Ես ունեմ հատուկից YouTube, որտեղ ես վերահսկում թե ինքը ինչա նայում է հայկական մուլտֆիլմեր, չգիտեմ, ինչ-որ հետաքրքիր բաներ, բայց այն ինչ-որ մենք ենք ուզում։ Լավ, շատ բարի։ Երբեք չի նայում shorts-ը, չէ, խաղեր չէ։ Աննա ջան, նայեք, ձեր պարագայում հասկացանք adekvat մամայի դասական տարբերակ։ Ձեր շնորհակալություն, որ հենց այդպես եք դասերակում երեխային։ Հիմա կան մամաներ, որ մոտավորապես պատկերը հետևյալն է։ Ոյ վեկալ ձեն գդրի մենակ խնդրում եմ ես քեզ, ձենը չլսեմ։ Երեխաների մի տարիքային շերտ կա, արդեն մի տարիքային շեմ կա, ներողություն, ովքեր բոլորը ակնոցով են։ Դե տեսողության մասին էլ չասեմ, ինքը այլանդակում է այս ամեն ինչը, տեսողությունը երեխայի այդ մի կողմ։ Շատ երեխաներ ձեռք են բերում վախեր, շատ երեխաներ ձեռք են բերում տրավմաներ, սկսում են վախենալ ինչ-որ բաներից կամ ինչ-ինչ խնդիրներ են ունենում, որովհետև YouTube-ում տեսել են մի հատ անհասկանալի գլխով չարձյաձյայի կամ մի հատ անհասկանալի թրաշով ծյոծյայի։ Հիմա ոնց է պետք կարգավորել այդ հարցը։ Հիմա դուք չունեք այդ խնդրեմը, բայց իրականում չես կարող պատկերացնել, հատկապես այս YouTube-ի շորտերում։ Շատ դաժան վիճակ է, հա։ Այդ ինչ որ ասում եք, այդ ամեն ինչը լրիվ իրականության մեջ է։ Մի անգամ մենք ունեցել ենք տենց դեպք, ինչի ենք սկսել տենց վերահսկել, որովհետև մի օր տենց շատ պատահական հավաքույթ էր, որ մենք տվեցինք ուղղակի հեռախոսը արդեն անկառավարելի էր։ Դավիթին ասեցինք նայի, ու այդ պահին ես սենց մի 5-10 րոպե հետո տեսնում որ ինքը սենց այդ շորտն է թերթում, որտեղ իր ինչ որ մի հատ այտենց անհասկանալի գլխով Մարթա սենց լոգասենյակից դուրս է գալիս ու սկսում է երախո հետևից վազել ու մի 2 օր երևի տենց անդադար ինքը ուղղակի չէր մտնում լվացվելու լոգասենյակ չէր մտնում ու այդ այն որ ասում է չարած փոքրագույններ ինչ որ ես տեսա շատ ահավոր բաներ ա կատարվում հիմա ու լիքը ծնողներ չեն տեսնում այդ որ հեռախոսը տալիս են ու գնում են իրանց գործերով այդ ընթացքում չգիտեն ինչա կատարվում երախո հետ։ Իրանց թվում է սովետական մուլտֆիլմեր են նայում երախեքները այդ ամեն ինչով, բայց իրականում չվերահսկելու մասին մի կողմ, բայց իրականում այն կոնտենտը, ինչ խորտ արտահայտություն է, այն կոնտենտը, որ սպառում են երեխաները, ինչ արտահայտություն է, կոնտենտ, որը սպառում են երեխաները։ Սա հաճախ երեխեքին կարա բերի շատ նույն չլվացվել վախենալը, անկեղծ եմ ասում, չմտնել բաղնիկ կամ չմտնելը, տան մեջ չշարժվելը, անընդհատ վախի մեջ են ապրում, իսկ ինչը կարա փոխարինի այս իմ երեխան դիտում է, հա, մենք հեռուստացույց չունենք։ Դուք փրկել եք ձեր երեխային։ Ինչ եք արել, վաճառել եք թե հենց սկզբից չեք արել ուղղակի։ Չենք արել, մենք երբեք չենք նայում հեռուստացույց։ Երբեք։ Ինչ էլ նայում ենք եթե պետք է լինում YouTube-ով, մեր տանը կարիք չի լինում լինել հեռուստացույցի։ Դրա համար ինքը այսպես հեռուստացույցին գանված էլ չի, բայց բնականաբար լինում է, երգերել ենք դնում, խաղալ ենք դնում, միասին զբաղվում ենք։ Իրականում ես կարծում եմ մենք նենց դարում ենք ապրում, որ անկախ ամեն ինչից սենց լրիվ զրկել չենք կարող, որտեվ գալիս է սենց մի հատ տարիք, այդ 5-6 տարեկան անգամ դպրոցներում կան դպրոցներ, որ գրքերն է հանած, իհարկե դա շատ վատ է, բայց այդպես է, այսինքն, չգիտեմ, եթե անգամ գրքերով են դասերը անցկացվում, չգիտեմ, չաթեր կան հատուկ, որտեղ առաջադրանքները դնում են ուսուցիչները, այսինքն այսպես թե այնպես գալու է այդ տարիքը, որ մեկը իրանք հասնելու են դրան ու կախված լինելու են հեռախոսներից, բայց մինչև այդ 1-2 տարեկան ավելի վատ դեպքեր կար, որ դրանից ցածր արդեն երեխեքը կապված են հեռախոսների հետ։ Իհարկե, երեխան արդեն ծնվում է, գիտի ոնց Ես հիշում եմ, ես ամուսնացած էլ չէի, մի անգամ մի հատ ռուս բլոգեր էի նայում, որ այտենց 1-2 ամսական բալիկ ուներ, ինքը դրած էր TikToker էր։ Դրել էր երախուն սենց ճոճաթոռի վրա, հեռուստացույցի դիմաց, երեխան նայում էր մի քանի օրական թե ամսական, չեմ էլ հիշում, ինքը TikTok էր նկարում ու դեսը ժամանակ չի հասկանում, ես նայում ասում եմ, հով երեխեն իր համար ինքը պարում է ճատ բայց հասկանում ես որ իրոք դա տեսնում են մարդիկ, շատ մամաներ նայում են ու դե նորմալ է 10 օրական ինքը իր համար մուլտիկա նայում նաև էտել են էլի շատ շատերը որպես օրինակ ընդունում
Հաց են ուտացնում, էլի Ահա, էկրանն էդ էլ է շատ դաժան։ առաջ դրված։ Այսինքն երեխան նայում է ինչ որ Այդ բան։ շատ դաժան, դենք չի հասկանում այդ process-ը ինչ է անում, առասակ պետք է հասկանա էլ երեխան, որ ժամանակ ինչ անում, թե այդ բան հաց են ուտում, ինքը պետք է կենտրոնանա, որ հաց ուտի, որովհետև պետք է կենտրոնացնել իր ծամելու հատկությունները եւ հենց այլն։ ապա կենտրոնացումն է եւ իսկապես եմ ասում, կա գիտական ապացուցողական հենք, որ բոլորս այդ թվում նաև մեր տարիքի մարդիկ իրենց ուշադրության բանը նվազել է, այսինքն մենք չենք կենտրոնանում մի գործի վրա երկար։ Կարևորը լինի ինչ որ բան։ Ուր մնաց թե երեխան, որը նոր-նոր ձևավորվում է, նոր-նոր մարդ է դառնում, այդ ֆիզիոլոգիապես դու իրան դրթես անդադ դա նայել։ Իրականում ժամանակները դաժան են փոխվել, այդ կներես, եթե ընդհատում եմ, ժամանակները դաժան են փոխվել։ Այո, այդ խնդիրը կա ու շատ վաղուց կա, եթե օրինակ իմ տարիքակից երեխաներ, ովքեր հիմա արդեն ահագին մեծ մարդիկ են, մենք այն ժամանակ խաղում էինք եւ հողով, եւ ցեխով, հետո երբ որ կար արդեն պենսիոն 4 կամ Ուտում էինք այդ հողը։ Շոշոփում էինք, ուտում էինք հողը, այո, գորտել էինք փչում, ուտում էինք հողը եւ օրինակ, չգիտեմ, գնում էինք, ջարդվում էինք, բայց հիմա բոլորին շատ են դրել տոպրակի մեջ, երեխաներին բամբակների մեջ ասում են ուй, այ դա չի կա, այ կամած չան է, սենց բաներ։ որ բակում խաղում է, բայց շատ եք էլի ծայրահեղացնում այդ հետևելը մաքրությունը, չկպնի գետնին, չգիտեմ, հող չվերցնի։ Մենք ապրում ենք սեփական տանը, ու առավել եւս սեփական, չնայած նոր ենք տեղափոխվել սեփական տուն, ինչեւ այդ ապրում ենք բնակարանում, բայց ամեն դեպքում մեր մոտ դա երբեք չի եղել։ Ինձ միշտ տենց կատակով մի շրջապատում ասում են քո առաջի երեխան ոնց որ երրորդիդ մատորով մեծացնում։ Այսինքն առածակ տենց է, չէ, երրորդից հետո ծնվել եմ էլի որպես մայր։ Ոնքիղ աղջիկներ կան, որ էությամբ բայց իրոք տենց է, չգիտեմ, սա չնայած որ այդ մայրական բնազների մոտ մի քիչ ուշ է արթնացել, այդ ուլերի ուրիշ թեմա է, բայց մի խոսքով բայց ամեն դեպքում կարող է ներքուսել զգաս որ դու մայր ես։ Չէ, իրականում այդ մաքրության առումով մենք ընդհանրապես տենց չենք, այն որ դրսում էլ խաղա, չգիտեմ, ցեխոտվի էլ հանկարծ ինչ որ մի բան որ ընկնում էլ է գետնին, չգիտեմ, պահա գալիս ընդ կողը փչի ուտի էլ ասում դե լավ ոչինչ։ Հա, իհարկե նորմալ է ինչի։ Այ դա էլի։ Ինչի մենք տենց ենք մեծացել։ Ասենք մարդ դառը։ Հա, ինչի կարող է բան։ Իրականում ես կուզեմ, որ այդ գրագետ ճիշտ, adekvat ու խելացի ու առանց ծայրահեղության ամենակարևորը այդ մամայի մոդելը շատ լինի ու հա, այն ինչը որ մի խոսքով մեր հիմնական նպատակ չասեմ, այնպես չի որ ես ու Այդան ինչ որ նպատակ ենք վերցրել մեր առաջ, որ փոխենք այս հասարակությունը, այլևս վերջ մենք պետք է մայրերի շարժում ենք, չգիտեմ ավետն ինչ կապ ունի այդ ամեն ինչը։ Ես որպես մայր։ Չէ, ուզում եմ որ բոլորը լինեն գրագետ, կրթված, խելացի։ Որ ունենանք լավ սերունդ, ի վերջո սերնդափոխությունը ամենակարևոր բանն է պետության եւ հասարակության համար։ Աննա ջան, ձեզ էլ մաղթում ենք։ Ինչպես ասում են, բարի ազատ։ Այո, առողջ եղեք եւ լավ մնացեք, սիրելի դիտողներ եւ լսողներ։